Բաքվի դատարանն այսօր 15 հայ գերիների վերաբերյալ շինծու քրեական գործով դատավճիռ է հրապարակել։ Եվ այսպես դատարանի որոշմամբ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, գեներալ Դավիթ Մանուկյանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նախկին նախագահներ Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը 20 տարվա ազատազրկման, պայմանավորված նրանց տարիքով։ Ադրբեջանում գերության մեջ գտնվող ևս 8 հայերի Բաքվի դատարանը դատապարտել է 15-ից 19 տարվա ազատազրկման։ Նախքան մրցանակաբաշխությունը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները երկկողմ հանդիպում են ունեցել։ Ավելի ուշ Հայաստանի կառավարությունն է մանրամասներ հայտնել։ Նշվում է, որ Փաշինյանն ու Ալիևը քննարկել են թրիփի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Ըստ նրանց երկու հասարակություններն էլ ականատես են լինում խաղաղության իրական օգուտներին առօրյայում։ Գործադիրից հայտնել են, թե կողմերը նաև ողջունել են քաղաքասարակության ներկայացուցիչների փոխայցերը և վերահաստատել իրենց պատրաստակամությունը շարունակելու աշխատանքը երկու երկրների միջև խաղաղության և կայունության հետագա ամրապնդման ուղղությամբ։ Եվ վերջում մի արտառոց դեպքի մասին Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ մի խումբ անձինք ստեղծելով հանցավոր խումբ և ձեռք բերելով ապօրինի զենք զինամթերք նախապատրաստել են սպանություններ, ավազակային հարձակումներ և բնակարանային գողություններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առերևույթ հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել մի շարք հոդվածներով։ 10 հոգի ձերբակալվել է։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց։ Վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների միջնորդությունը և բանտարկությունը փոխարինեց տնային կալանքով։ Բացի մերձավոր ազգականներից ու պաշտպաններից Սրբազանին թույլատրվում է նաև առողջական վիճակը հսկող անձնակազմի հետ շփումը, ինչպես նաև շտապօգնության իրավապահ մարմիններ կամ փրկարար ծառայություն կանչելու դեպքերը։ Իդեպ Միքայել arczepiskopos-ի պաշտպանները գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված մարդու իրավունքների խախտման փաստերով։ Մի ողբերգական դեպքի մասին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի տներից մեկի բակում անչափահասի դի է հայտնաբերվել։ Ոստիկանները ճոճաթոռի վրա են հայտնաբերել նույն տան բնակիչ 15-ամյա տղայի մարմինը, աջ-քունքային հատվածում կրակոցի հետքով։ Մահացածի մարմնի մոտ հայտնաբերվել է օդաճնշիչ հրացան։ Ըստ նախնական տվյալների, տղան ինքնասպան է եղել։ Դատաբժշկի նախնական եզրակացությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ըստ տեղեկությունների, տղան սովորում էր Հայաստանի բուհերից մեկի առաջին կուրսում։